Լրագրողներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշեն Մելիքյանի հետ խաղային մամուլի ասուլիս Հունգարիայի դեմ հանդիպումից հետո. Hello dear colleagues, we are starting the press conference of Armenia national team Եղիշեն Մելիքյան after the game against Hungary. Please your questions. Պարոն Մելիքյան, ինչպես եք գնահատում խաղը, ինչ կարող եք ասել հանդիպման մասին եւ ինչ խնդիրներ դուք տեսաք։ Այո, խաղի մասին կասեմ, որ շատ ափսոսում եմ։ Մենք ունենք շանս միավոր վերցնելու, բայց չկարողացանք, շատ եմ ափսոսում, բայց շանսեր շատ ունենք։ Բայց չեմ կարող ասել, որ մրցակիցը արժանի չէ հաղթանակի, իրանք էլ իրենց լավ ֆուտբոլը խաղացին, շատ հետաքրքիր խաղ էր, առաջի համարով եւ երկրորդ համարով երկու թիմը։ Շնորհավորում եմ մրցակցին, մենք կվելուծենք, պետք է շուտ մոռանանք ու պատրաստվենք Իռլանդիայի խաղին։ Տակտիկական լավ թող անգլերեն ասեք ասեն։ Question about the game. What can you say about the game and which problem do you see in the game of Armenian national team? And the coach said that, he is very disappointed because the Armenian national team had chance to get a point, but the opponent also deserve to win. We just need to move on and cover our problems and get the next games, preparing for the next games very well. Այն հարցին, թե ինչ խնդիրներ տեսակ, բնականաբար եթե պարտվել ենք 2-0, ուրեմն խնդիրներ կգտնենք, գիտենք, կվելուծենք, բայց ընդհանուր առմամբ ես չեմ կարող ասել, որ կարևորը որ թիմը հասկանում է ինչ էր անում, ոնց պետք է պաշտպանվել, ոնց պետք է պրեսինգ անել եւ ոնց պետք է մոմենտներ ստեղծել։ Ստացվում է, շատ բան է ստացվում է, ինչը ոչ չի ստացվել, կար խնդիրներ, մենք դրա վրա կաշխատենք։ And what about the problems? If we lost, it means that we have some problems, but generally the coach understands that the team played very well and the team know how to defend and how to play in the first half and in the second half. The team played very well and understand how to play, and the team play in that game plan which coach said before the game. Պարոն Մելիքյան, դարձյալ այս խաղում էլ տեսանք, որ այդ գրողների եզրափակման փուլում են վճռական հարվածի պահին թիմը կաղում է։ Արդեն ավելի քան 1 ամիս արդեն թիմի հետ աշխատելու ընթացքում գոնե լուծումներին հասնելու ճանապարհը տեսնում ենք, որովհետև այս խնդիրը կարծես այսօր հիմնական պատճառներից մեկն էր, ինչու միավոր այստեղից թիմը չտարա, որովհետև պահերը իրոք շատ էին, սակայն ռեալիզացիայի խնդիր կա։ We saw that there is a problem in the finishing phase of our attack. Do you see a solution of this issue? Ճիշտ եք ասում, դա կա, եթե դա չլիներ, մենք կհաղթեինք։ Վերջավորությունը, այո, կա նման բան, բայց սա ֆուտբոլը ունենք այն ինչ ունենք, մենք չունենք թիմում այն 9 համարը մաքուր, որը կարող է մեզ Եվրոպայում գոլեր խփել, ի տարբերություն մրցակիցներին մեր, բայց էլի կարող եմ ասել տակտիկայի հաշվին, ցանկության հաշվին, եւ մենք ստեղծում ենք մեր մոմենտները, ինչի չենք կարողանում գոլ խփել, կվելուծենք երրորդ զոնայում, այո, մի քիչ ավելի պետք է դրա վրա աշխատենք, ճիշտ եք նկատել, այսօր ամենալուրջ պատճառներից մեկը դա է, որ պետք է գոլ խփել եւ կարելի է չպարտվել եւ վերցնել մեկ միավոր։ That is true that we hadn't the number 9. If we weren't that issue, we would have won today. This is a football, and we have what we have. We don't have that number 9 who can score goals in the Europe. We analyzed this game, and we can see what we can do in the upcoming games.
Պարոն Մելիքյան, այդուհանդերձ ինչն եք համարում դրական, որի վրա կարող ենք հենվել հաջորդ խաղին։ Մեր կոլեկտիվի, մեր մթնոլորտի, մեր երկրպագուների, որոնք այսօր շատ էին եւ եկել էին, մեր հավատքի, մեր նվիրվածության եւ մեր պայքարի եւ մեր օրգանիզովանի կազմակերպված խաղի եւ կարգապահ խաղի շատ բաներ կա, շատ պլյուսներ կան, որի հաշվին մենք կարող ենք շարժվել առաջ եւ վաղթեր ունենալ հաջողություն։ What do you consider positive in this game? The positive consider is our fans, which were a lot in this game, our faith, our dedication. Yeah, in this game they have many positive things. Պարոն Մելիքյան, խաղի 26-րդ րոպեին, երբ Բիչախչյանը հեռահար հարված կատարեց, կարծեք թե այդ